Ես ուզում եմ ասեմ, նորից կրկնվում եմ անընդհատ, էլի եմ ասում, ես ոչ մի բան չեմ արել, լավ իմանալով, որ ասեցի մարտին ինձ դավադրաբար ազատեցին աշխատանքից առանց որևիցե, որ ես 5 ժամ աշխատել էի, կանչել էի։ Լսեցինք Տիկին Դավթյան, առանձնազրույցը տնօրենի հետ ինչ տվեց, ինչի շուրջ էր զրույցը։ Վերջացնեմ, ու լավ իմանալով, որ ես հարվածի թիրախ եմ, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Անկեղծ եմ ասում, ես փորձել եմ շփվել, փորձել եմ հարթել իրավիճակը, ոչ մի վատ բան չեմ արել, դաս եմ արել, գրություն եմ գրել մարզպետի անունով, մեր կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյան, ես գիտեմ, որ տեղյակ է, գրել եմ, որ խնդրեմ, թող կրթության Հայաստանի Հանրապետության կրթական տեսչությունը իմ դասերը դասալսի։ Եթե ես այդ աշճանի, այս սցենարը կազմակերպելուց ես էլի կարող եմ պաշտպանվել, ապացուցել, որ դուք ստում եք, սարքվում է իմ դեմ, այո, պատվիրվում է իմ դեմ։ Ինչ էի ուզում ասել, իսկ որ կրթական տեսչությունով գային ապացուցեին, որ Ռոզան դաշտ, ընկեր Դավթյանը դաշտ չի անում, ուրիշ կլիներ, գիտեք ինչու չեն բերել կրթական տեսչություն, լավ իմանալով, որ իմ դասերը բարձր մակարդակի դասեր են։ Ես էլի եմ կրկնում, լավագույն ուսուցիչ 2011 թվականին ճանաչվել եմ, 2 հոդված եմ հրատարակել օժանդակնյութ պատմությունից, մեկը մեթոդիկա, 2 անգամ տարակարգ եմ ստացել, ամեն տարի, որ փորձում եմ մասնակցել կամավոր ատեստավորմանը, այս տարի սեպտեմբերին եմ ուզում, ոնց որ ջարդվեն, նպատակները, երազանքները չթողնեն։ Մարտ ամսին ես ուզում էի դպրոցի համար շահել էլեկտրոնային գրատախտակ, ես դա ասել եմ սմարթ գրատախտակ, հեռացրեցին, վերականգնեցին, հիմա էլ խաղում են իմ հեղինակության հետ, շատ դժվար բան է։ Ինչպես պիտի շահեիք։ Մրցույթին մասնակցելով։ Ես հայտ ես ներկայացնում, խոսել էի վիզուալ Հայաստան ծրագրի այդ իրականացնողների հետ, գրանցվում ես, մասնակցում ես մրցույթին, շահում ես, բայց դիմում չեմ ներկայացրել այդ մարտ ամսից հետո, ես ուղղակի ասեցի ինձ ազատել են, հետո վերականգնվել եմ, ես էլ չուզեցի ոնց որ երազանք ջարդել, ես ամեն դեպքում այն ուսուցիչն եմ եղել, կրկնում եմ, ես 30 տարուց ավել ստաժ ունեմ, ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում, ես ուղղակի զարմանում եմ, ումն ասա ձեռնտու։ Տիկին Դավթյան, այս մթնոլորտում, երբ աշակերտները ըստ էության ձեզ, այսպես կներեք ավարտեմ, աշակերտները ձեզ չեն ընդունում, ծնողները տեսնել չեն ուզում, տնօրինությունը, ձեր կոլեկտիվը ձեզնից ուղղակի ծայրաստիճան հիասթափված է, որովհետև ասում են դուք խաթարում եք անգամ իրենց դասերը, իրենց էլ թույլ չեք տալիս, որ ճիշտ աշխատանք։ Հիմա այս մթնոլորտում ինչն է ձեզ պահում, հենց այս դպրոցի պատերից ներս, գուցե դուք փորձեք այլ դպրոց աշխատանքի տեղավորվել, եթե փայլուն մասնագետ եք, տաշած քարը գետնին չի մնա։ Եթե դու ասեմ, եթե հիմա այս դպրոցը քեզ հեղինակազրկում է, որ դպրոց էլ գնաս, հետևիցդ այդ հեղինակազրկված գալու է։ Հիմա ենթադրենք ես գնում եմ, օրինակ եմ բերում, ենթադրենք մտածում եք ձեզ էլ ոչ միտեղ գործի չեն ընդունում։ Ոչ թե չեն ընդունի, կընդունեն, բայց կարող է այնտեղ նորից ավելի վատ, վայ դու այնտեղ ես սենսից, այսինքն ուսուցիչը շատ անպաշտպան խավ է, բամբասանք, չարախոսություն, տաք քանդեր, ինչա նշանակում երեխային սովորեցնել, քննադատել իր ուսուցչին, ախր ծնող, որ դու կանգնել ժպտում էիր, եկուց այդ երեխան, որ մեծանա, քեզ էլ բեթարն է անելու, անկեղծ եմ ասում, ես հիմա այնքան հուզված եմ, որ այսպես եմ խոսում, անկեղծ եմ ասում։ Կներեք, սա կրթօջախ է եւ ըստ էության հերոսը օրվա դուք եք։ Բայց ես չեմ ոնց կարայի ասեի դաշ չանել։ Ուրեմն կազմակերպել են երեխաներին դուրս գալ, բղավել, դա կազմակերպվել էր վերևից։ Ես չգիտեմ ովքեր, բայց վերևներն են կազմակերպում։ Եթե ես դա արած լինեի, նույն պահին երեխան եթե ինձ չի լսում, երեխա ես չէի կարող։ Էլ եմ ասում, ես հարվածի թիրախ եմ զգացել, որ ես դա հարված, ես ոչ մի բան չեմ անում։ Մի ձեռքը ծապ կտար, մի ձեռքը կարա ծապտա, չի կարա, ուրեմն ես ոչինչ չեմ արել։ Ես մի անկյունում կծկվում նստում եմ, էլի դիտմամբ քաշում են խոսակցությունների մեջ, որ չգիտեմ ինչ անեն։ Անկեղծ եմ ասում, կազմակերպվում է իմ դեմ, ումն է դա ձեռնտու չգիտեմ, ես հիվանդություն չունեմ, ամբողջ կյանքս ես 6 ամիսը մեկ դիմում եմ բժիշկների, այս ու այն հարցով, ինձ որ բժիշկը ճանաչում է, ասում է քո մատը որ փուշ է մտնում, դու այն հիվանդն ես, որ վազում ես բժշկի, նրանք ինձ, չգիտեմ ինձ սուտ գրություններ, բաներ, կազմվել է իմ դեմ,
տարիներ առաջ Ուզում են ձեզ ներկայացնել որպես հոգեկան ոչ adekvat ուսուցչուհի։ Բայց դուք այսքան ժամանակ որևիցե մի վատ բան տեսակ էստեղ։ Ես կասեի ծնողների վարքագծի մեջ էր ավելի շատ։ Երեխաներն էլ Տիկին Դավթյան մի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա, նույն, այսինքն ձեզ հասկացանք, ամբողջությամբ ինչ եք ասում, հիմա փորձենք լսել տնօրենին։ խավության նոխազը։ Ինձ դարձնում են կոլեկտիվի խավության։ Մի հոգին ես էլ եմ ասում։ Ձեր մոտ դասի ժամ է։ Աշակերտները ձեզ են սպասում։ Ես անկեղծ եմ ասում, էլի անկեղծ եմ ասում, ես խաբել չունեմ։ 7-ի դասարանում նստել եմ, որ 3-րդ ժամ իմ գրավորը անցկացնեմ թեմատիկ գրավորը, եկել են դուրս եկեք, դուրս են գալի, այսինքն պատվիրել են, չէ, վերևից դուրս գալ այդպես անել։ Հիմա պատվիրել են։ Հիմա ինչի դասասանյակ չեք գնում։ Հիմա ես հիշեմ, արդեն չեմ հիշում որ դասը, այնքան սենց հուզախառն ում էս վիճակի մեջ Մեզ մոտեք։ Դուք որ հիմա գալիս եմ։ Ու ինչ եմ ուզում ասել։ Գիտեք ինչ, այնքան դժվար է, ես հիմա գնամ։ Ես այնքան դժվար է։ Հիմա կկազմակերպեմ, որ երեխան վատ բան անի։ Ես ինչ եմ ուզում ասեմ, դա էլ են անում։ Այնքան դժվար է մեն-մենակ կանգնել անարդարության դեմ։ Շատ դժվար է։ Մեկը մեկին պաշտպանում է, անկեղծ եմ ասում։ Ես չէ։ Իմ հաղթանակը, որ ես մենակ եմ, իմ արդարության մեջ է, ճշմարտության մեջ է։ Տիկին Դավթյան, դուք ձեր դասը սկսեք, որ դասասենյակը որն է մի հատ։ Ընկեր Դավթյան, բայց դուք նոր ասեցիք, որ չեք սիրում կամ չեք ընդունում այն, որ քննադատում են աշակերտին կամ ուսուցչին։ Այս խնդիրը ես հարգում եմ ձեզ ու մնացած բոլոր ուսուցիչներին, դպրոցում բոլորին կլինի հավաքարար, կլինի ուսուցիչ, ես հարգում եմ, որովհետև ինձանից մեծ են, բայց այն ընդունելի չի, որ ուսուցիչը այս կոնֆլիկտը կարա լուծվի ուսուցչությունում, բայց ուսուցիչը գալիս է դասարան, ասում է, ես չգիտեմ ինչեր են խոսում իմ մասին պատերի տակ։ Այդ էլ մեր կողմից։ Ձեզ եմ ասել դա։ Այո, այո, ուսուցչանոցում եմ ասել։ Ոչ, դա ուսուցչանոցում չեք ասել։ Ուսուցչանոցում եմ Այդ ասել եք վերադառնալուց հետո առաջին օրը մեր դասարանում։ Ես չգիտեմ դավադրաբար ինչեր են անում, վերևներից ինչեր են հրամայում, պատերի տակ ինչեր են խոսում իմ մասին։ Այո, նույնը դա է ուղղում։ Իննի բնթող վերադառնա դասարան, հա, մենք տնօրենի հետ էլ զրուցենք եւ կիչնենք ձեր դասապրոցեսը նկարել։ Սա լրիվ այլ նախադասություն։ Կան այդպիսի, որ առաջը լավ է։ Կգան ձեր, խնդրեմ, ձեր դասը շարժեք, կիչնեք ներքև։